հարցերին է պատասխանում պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Փորձենք մոտենալ։ Բրյուսելից, հեռու թվան եվրոպական այլ մայրաքաղաքներից եւ որոշումների կայացման կենտրոններից միևնույն է հայ ժողովրդի իրավունքների ոտնահարումը ստվերում է իրենց աշխատանքը, իրենց գործունեությունը։ Հիմա ակնհայտ է, չէ, որ մեր քաղաքացիների նկատմամբ այն անուշադրությունը, որ կա եվրոպական կառույցների ու պաշտոնյաների կողմից, հստակ ուղղորդված է։ Դուք կհիշեք, չէ, 2018-ից առաջ, ասենք, բոլորս էլ համացանցի դարում ենք ապրում եւ փառք Աստծո 2018 թվականից առաջ էլ հիանալի տեսանելի էր իրենց շահագրգռվածությունը, հիանալի տեսանելի էր իրենց գործողությունների ակտիվությունը, իրենց ներգրավվածությունը։ Հիմա իրենց լռությունը այսօր ինձ հնարավորություն է տալիս շատ պարզ, հստակ, առանց կեղծելու, առանց դիվանագիտական լեզու օգտագործելու ուղղակի ասել։ Իրենք ունեին այլ նպատակներ, երբ 2018-ից առաջ ամենափոքրիկ անգամ մարդու իրավունքների խախտումը ներկայացնում էին որպես բռնատիրական ճանապարհին կանգնած Հայաստանի կառավարության կամ Հայաստանի իշխանության մեղավորություն։ Այսօր Հայաստանում խոսքի համար մարդ է սպանվել դատարանում։ Արմեն Գրիգորյանի վերաբերյալ ծպտուն չեն հանել միջազգային կառույցները, չեն դատապարտել Հայաստանի իշխանությունների գործողությունները, չեն խոսել Սոնա Մնացականյանի մասին, ով ուղիղ իմաստով ուղղակի հայտնվել էր Նիկոլ Փաշինյանի հարյուրավոր ախրանիկներով ընթացող Շարասյան դիմաց։ Իսկ հիշում եք ինչ էին ասում 2018-ից առաջ, երբ Հայաստանում պաշտոնյաները երկու մեքենայով էին շրջում, ասում էին, որ սա բռնապետության, ոստիկանապետության հիմքն է դրվում եւ այլևս հնարավոր չէ այս ղեկավարների հետ ժողովրդավարություն կառուցել։ Իսկ սրանց հետ է հնարավոր։ Ասեմ ինչի է սրանց հետ հնարավոր, որտեվ իրենց կամակատարներն են, որտեվ այն ինչ որ տեղի ունեցավ 2018 թվականին Հայաստանում կոչվում է շատ հստակ միջազգային տերմինով՝ գունավոր հեղափոխություն, պետական հեղաշրջում, մարդիկ, ովքեր Հայաստանի շահը ուրացել են, մարդիկ, ովքեր եվրոպական տարբեր կենտրոններում եւ աշխարհաքաղաքական տարբեր մայրաքաղաքներում խոստացել եւ իրենց հրամայականն են համարում Հայաստանի պետության շահը ուրանալ, հայ ժողովրդի շահը ուրանալ, Հայաստանի եւ Արցախի իրավունքների հետ կապված զիջումների գնալ այնքան, որքան հնարավորություն կլինի եւ որքան անհրաժեշտ կլինի այլ աշխարհաքաղաքական կենտրոններին Նիկոլ Փաշինյանի աթոռը պահելու համար։ Տիկին Մկրտչյան, ներողություն եմ խնդրում։ Մեկ անգամ չի որ ապացուցել է։ Ինքը Արցախն էլ, Հայաստանն էլ եւ հայ ժողովրդին էլ կուրանա այնքան եւ այնչափ, որքան անհրաժեշտ է իր աթոռը պահելու համար։ Կոչս է, թող եվրոպական կառույցները, այստեղ եկած դելեգատները, պատվիրակներն ու ներկայացուցիչները չդառնան դրա մասնիկը, որտեղ հայ ժողովուրդը երբեք չի համարելու, որ սրբազանները հանցագործներ էին։ Ինչքան էլ որ դուք փորձեք ձեր քաղաքական պրոպագանդայով այս ամեն ինչը տարածել։ Հայ ժողովուրդը հիանալի գիտի այդ քաղաքական SMS-ների եւ այդ քաղաքական վճիռներ կոչվածների աղբյուրին էլ հետևանքներն են։ Մի օր պետության վերականգնումից հետո սրա վերջը գալու է։ Այ դուք ձեր անգլերեն լեզվով ելույթ կոչ արեցիք, կարծես պատվիրակներին տեսակցել քաղբանտարկյալներին բանտերում, ինչ եք կարծում, այս մասով կանցան ձեր կոչին կամ միջոցներ կձեռնարկեն իրավիճակի մասին ավելին տեղեկանալու թե ոչ։ Ես ձեզ չեմ ստելու, որևէ մեկը չի այցելելու, որովհետև նորից եմ կրկնում, այն իշխանությունը, որ այսօր կա, իրենց ձեռնտու է, իրենք կատարել են ընտրությունը, այսօր գոնե եվրոպական համայնքում քաղաքական լիդերները ընտրել են հստակ գործելավոճ, իրենք չեն նկատում Հայաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարումները, որտեղ ընտրել են Նիկոլ Փաշինյանի կառավարության օրերը երկարաձգելու ճանապարհը։ Դուք կհիշեք 2018 թվականից առաջ Եվրոպական միության ներկայացուցիչը դեսպանը այստեղ ինչ ակտիվ էր, չէ, դատական նիստերի էր գնում, այո, դատական նիստերի էր գնում, նույնիսկ համարձակվում էր մինչև դատական նիստը լրագրողներին հայտնել ինչ-որ լավ նորություններ, իր ներգրավվածության մասին, իր ակտիվության մասին անթաքույց պնդումներ անել։ Հիմա այդ ոչ մի բանը չկա։ Ես անձամբ Եվրոպական միության ներկայիս դեսպանին Հայաստանում հրավիրել եմ քաղբանտարկյալ պարոն Աշոտյանի դատական նիստերին, երբ դեռ կալանքը կրում էր քրեակատարողական հիմնարկում։ Հիմա իմ հրավերը, չգիտեմ, ես իրեն կուղեկցեմ, եթե ինքը ցանկություն ունի, եթե վախենում է Նիկոլ Փաշինյանի բանտ մենակ այցելի,
ես իրեն կուղեկցեմ, թող այցելի սրբազաններին, թող այցելի բարերարին, թող այցելի քաղաքապետերին, ովքեր նստած են, թող այցելի են պարզ մարդկանց, ովքեր Գյումրու հրապարակում գնացել էին հայտնելու իրենց խաղաղ անհամաձայնությունը, ում տեղը ես ես վստահեցնում եմ, ցուցակը նույնիսկ մեր ակցիայի մասնակիցները ընթերցեցին, դա ամբողջական ցուցակ չի։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո 2018 թվականից ի վեր, այս 7 տարիների ընթացքում այդպիսի ժամանակաշրջան չի եղել, որ Հայաստանի բանտերում նվազագույնը 5 տասնյակին հասնող քաղաքական բանտարկյալներ եւ քաղաքական մոտիվներով կարված գործերով մարդիկ չհայտնվեն։ Սա է այն իրականությունը, որը կա։ Եվ հիմա եվրոպացիների, աշխարհաքաղաքական կենտրոնների, իրենց միջազգային կառույցներում մարդու իրավունքների պաշտպաններ հռչակածների ընտրությունն է։ Կազմում են այս ամեն ինչի մասը, թե վերանայում են իրենց դիրքորոշումը արժեք համարելով մարդուն եւ մարդու իրավունքները, այլ ոչ թե Նիկոլին եւ իր կառավարությանը։